Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, այսօր Փաստինֆոյի հյուրը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, հասարակական քաղաքական գործիչ Ազատ Արշակյանն է։ Բարև ձեզ, պարոն Արշակյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու Ես եմ շնորհակալ։ Պարոն Արշակյան, վերջին օրերին Հայաստանում բառի իսկական եւ բուն իմաստով ռեպրեսիաներ են, ձերբակալություններ են։ Ընդհանրապես ինչ է կատարում Հայաստանի ներքաղաքական կյանքում, որովհետեւ տպավորություն է, որ իշխանական լրատվամիտ չոցը ինչ որ հոդված կամ նյութ է հրապարակում, քննչական կոմիտեն գործ է հարուցում եւ ժամերի ընթացքում ձերբակալություններ ու խուզարկություններ են տեղի ունենում։ Հեռախոսի ինստիտուտը աշխատում է, որի համար ես գոհ եմ։ Դուք հիմա կարծում եմ, որ խոսքի ազատությունը սահմանափակող, խոսքի ազատությունից օգտվող, բայց սա խոսքի ազատություն սահմանափակելու կողմնակից եք հրավիրել ձեզ հյուր։ Ես կարծում եմ, որ ցավալի մի բան է տեղի ունեցել, շատ անախորժ բան է դա, արտաքին մեր գործընկերները ինչ իմաստով եւ իշխանության գործընկերները եւ ընդդիմության գործընկերները, որոնք դրսում կռիվ ունեն, օրինակ ասենք Իրան, Իսրայել, Ուկրաինա, Ռուսաստան, Թալիբներ եւ Ույգուրներ, ես չգիտեմ, այդ կռվի մասնակիցները ներխուժեցին Հայաստան, փաստորեն։ Ես այդպես եմ համարում, սա ինչ որ իմաստով ներխուժում էր, որովհետև Հայաստանում այդ մակարդակի հակամարտություն ես համաձայն եմ, որ լեզվակռիվ էր, տգեղ կոշտ լեզվակռիվ էր, որը տհաճ էր, բայց ասում եմ դե ոչինչ, թող լիցքա թափվեն, օրակարգից շեղում էր դա, իմ կարծիքով օրակարգից շեղում էր եւ իշխանությունը եւ ընդդիմությունը օրակարգից դուրս էին, այդ ոչ կառուցողական բանավեճերը կարծում եմ որ տգեղ էին եւ ժամանակավրեպ էին, բայց դա փաստորեն ունեցավ իր տրամաբանական ընթացքը, որ արդեն դա վերածվեց սուր հակամարտության։ Ես համարում եմ սուր հակամարտություն, որտեղ որ մարդկանց մեղադրում են տերորիզմի մեջ, նախապատվության, բռնության սպառնալիքի մեջ, դեռևս դա սպառնալիք է, բռնությունը տեղի չի ունեցել։ Եվ ես բազմիցս, երբ որ դա հարմար առիթ եղել է հեղափոխության ժամանակներից սկսած եւ դրանից առաջ, ես միշտ պնդել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է որոշ իմաստով կոշտ ձևով պաշտպանված լինի, ինքնապաշտպանության իրավունքով, օրինակ լեզվի նկատմամբ, գովազդների նկատմամբ, հետախուզության եւ հակահետախուզության բնագավառում մենք պետք է լինենք կոշտ։ Բոլորը պետք է իմանան, որ Հայաստանը վտանգավոր պետություն է որոշ իմաստներով։ Այսինքն ձեր չտալ, չխցկվել Հայաստան սեփական մշակույթով, սեփական, չգիտեմ, բարքով, վարքով, նարկոտիկներով, զենքի տեսակներով։ Մի խոսքով ես մտածում եմ, որ մենք հայի ինքնությունը, մեր ժառանգությունը պահպանելու իմաստով իրավունք ունենք սահմանափակելու խոսքի իրավունքը, ազատությունները սահմանափակելու, որպեսզի մեր ինքնությունը պահպանվի։ Այդ իմաստով ես միշտ կողմ եմ եղել, որ կոշտ լինի մեր ուժային կառույցները, օրինակ ռազմական ուժը, պաշտպանության նախարարությունը օրինակելի լինի նաև իր կարգապահությամբ, իր սպառազինությունով եւ ընդհանրապես մեր վրա չկրակեք, 10 պատիկը կստանա կամ 1000 պատիկը։ Մենք մի հետաքրքիր բան ենք ասում, բարև ձեզ, ասում 1000 բարի։ Ճիշտ այդպես մեր վրա մի հոգի կրակեց, ուրեմն մենք 1000 հոգով պետք է պատասխանը տանք։ Այդ իմաստով ինձ համար շատ տհաճ եւ ցավալի է, որ իմ երկրում, իմ հայրենիքում մերոնք հասել են այդտեղ, որ ինչպես դուք եք ձեր հարցն էր ասում, որ ռեպրեսիաներ են տեղի ունենում։ Ռեպրեսիա չպետք է լինի, պետք է լինի արդարադատություն։ Այնքան գեղեցիկ կլիներ եւ տեղին, եթե այդպես լիներ, դուք ասեի գիտեք, արդարադատության
բաներ տեղի ունենում։ Պարոն Աշակյան, տեսեք, ասվածի համատեքստում պատկան մարմինները հայտարարում են, որ երեկվա ձերբակալությունները պայմանավորված են ինչ-որ գործողությունների հետ, որոնք իբրև թե պետք է տեղի ունենային 2024 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Եվ հիմա իշխանությունները շնորհակալություն են ասում ազգային անվտանգության ծառայությանը, որ նրանք կանխել են գործողությունները, որոնք պետք է տեղի ունենային 2024 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Հիշեցնենք մեզ դիտողներին, որ հիմա 2025 թվականի հունիսն է, հունիսը մոտենում է ավարտին, դուք եղել եք քաղաքալատյալ, պարոն Աշակյան, ինչ է կատարում երկրի ներսում, չէ՞ որ սա տպավորություն է, որ աբսուրդի ժանրից է, այսինքն գրեթե 1 տարի հետո ձերբակալում են մարդկանց, մեղադրելով նրանց ինչ-որ գործողությունների համար, որոնք տեղի չեն ունեցել, եւ անգամ հարց է առաջանում, նրանց բերած պատկան մարմինների բերած փաստերը ի վերջո աղերս ունեն իրականության հետ, թե ոչ։ Կարծում եմ, որ կառավարելի վիճակ է եղել, այսինքն այնքան էլ վտանգավոր չի եղել, եթե օգոստոսին ծրագրավորվել է հեղափոխություն կամ հակահեղափոխություն ու դա հնարավոր է եղել հետաձգել մինչև հաջորդ տարվա հունիս ամիսը, ուրեմն այդ դավադիրները, այդպես ասենք, մեկ ճակերտների մեջ վերցնենք, որ կորեկտ լինի, դավադիրները լավ չեն կազմակերպել, դա թույլ է կազմակերպած եղել։ Հիմա առիթից օգտվել է իշխանությունը, առիթից օգտվելու իրավունք ունի թե չէ իշխանությունը։ Ես կարծում եմ, որ չունի։ Ընդհանրապես բոլորս առիթից օգտվելու իրավունք ունենք, դա լավ բան է, երբ որ առիթը ներկայանում է, մենք ինչ որ բան շահում ենք։ Դա լավ է։ Առիթը բաց թողնելը դա նշանակում է անփութություն կամ չգիտեմ ինչ։ Հիմա այս իմաստով իշխանությունը լավ բան չի անում, որ առիթից օգտվում է։ Առիթը ինքն է ստեղծել։ Պետք է կանխարգել էր նախ եւ առաջ։ Եթե օգոստոսին է դա պլանավորվել, ուրեմն հուլիս ամսին դա պետք է փակված լիներ։ Ինչ որ ձևեր կան։ Օրենքներ, որոշումներ, բանակցություններ, երկխոսություն, զիջումներ, այսինքն կան ձևեր, որոնք որ հակապետական պետությանը սպառնացող վտանգները հարկավոր է չեզոքացնել։ Ես ասում եմ, օրինակ, բանակցությունների միջոցով, կաշառելու միջոցով, եթե դա հնարավոր է, առնենք խաղաղությունը։ Մի քիչ փող տանք, թող խաղաղություն լինի եւ այլն։ Ես համարում եմ, որ դա արդեն վատ բան է, ոչ թե հարկավոր է շնորհակալություն ասել, բայց գուցե ուժային կառույցները, այսպես ասենք, համապատասխան կառույցները ճիշտ ժամանակին ցանկացել են ստանալ հեռախոսազանգ։ Ես սկզբից ասացի, որ հեռախոսազանգի իրավունքն աշխատել է։ Ես դրանք կասեի ուրիշ տերմին կամքը, քաղաքական կամք պետք է լիներ օգոստոս ամսին դա փակել։ Անընդհատ պետք է ճիշտ ժամանակին փակվեն բոլոր սպառնալիքները։ Փակվել, այսինքն ինչ-որ ձևով լուծել այդ հարցը։ Հիմա ես կարծում եմ, որ եթե նրանք լավ են աշխատել, ուժայինները, ուրեմն քաղաքական կամք դրսևորողներն են թերացել։ Ուրեմն մենք պետք է ասենք, որ ուրեմն հանձնարարություն չի եղել։ Եթե հիմա հանձնարարությունը աշխատում է, ես ասում եմ, որ պետք է աշխատի։ Ես ինքս քանի որ 10 տարի օրենսդիր մարմնում եմ գործել։ Ես գիտեմ ինչ է նշանակում լավ օրենքը։ Ուրեմն օրենքները պետք է այնպիսին լինեին, որ կանխարգելեին օրենքով։ Կամք, քաղաքական կամքը պետք է հասցվի նվազագույնի։ Այսինքն որևէ իշխանավորի քաղաքական կամքը պետք է զրոյական լինի, որտեղ կա շրջանակ, օրենք։ Օրենքի շրջանակներում պետք է բոլոր հարցերը լուծվեն։ Բայց քանի որ Հայաստանի Հանրապետությունում օրենքները շատ թերի են, օրենքներ կան, որ ընդհանրապես բացակայում են, պետք է լինեին, բայց չկան։ Ուրեմն պետք է աշխատի քաղաքական կամքը։ Օրինակ նախագահի, ազգային ժողովի նախագահի եւ պատգամավորների քաղաքական կամքը վճռներ կայացնելու եւ իհարկե վարչապետը քաղաքական կամք, որը մենք ասում ենք հեռախոսազանգ։ Պետք է ինքը զանգեր դատախազության ասել, որ ինձ զեկուցել են, ինքը կարող է դա իմանալ, դատախազը կարող է չիմանալ, որ ես գիտեմ, որ այսպեսի բան կա կամ ընդհանրապես արդեն երրակողմ խորհրդակցություն ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչը դատախազությունը արդարադատության նախարարը գուցե մենք ունենք այդպիսի անվտանգության խորհուրդ կոչվածը։ Այդ անվտանգության խորհրդում պետք է օգոստոս ամսին դա քննարկվեր եւ հարցը
լուծվեր։ Հիմա ուրեմն եթե կա որևէ մեկը, որին մենք ասում ենք շնորհակալություն, ուրեմն կա նաև մեկը, որին մենք պետք է ասենք թերացել ես։ Ես կարծում եմ քաղաքական կամք չդրսևորած մարմինը պետք է նկատողություն ստանա առնվազն։ Տպավորությունները ამ դեպքում շատ են քննարկումները, որ Բագրատ Սրբազանի առաջնորդած Սրբազան շարժումը ինչ որ առումով մարել էր կամ ակտիվ գործողությունների փուլում չէր գտնվում։ Հիմա այս իշխանությունների, այս գործողությունների արդյունքում Սրբազան շարժումը ինչ որ առումով ակտիվացել է, որովհետև անընդհատ խոսվում է հենց շարժման մասին, շարժման ակտիվիստների, Բագրատ Սրբազանի եւ նրա աջակիցների ձերբակալությունների մասին։ Կարծիքներ կան, որ այս ամենով իշխանությունները փորձում են հասարակությանը շեղել հիմնական օրակարգերից եւ հիմնական թիրախներից։ Եվ հարց է առաջանում, որոնք են այդ թիրախները՝ հայ առաքելական եկեղեցին, տարածքային ամբողջականությունը, որը հերթական անգամ խախտվելու է, թե երկուսը միասին։ Կարող է լինել երրորդը, չորրորդը։ Մենք քանի որ լավ չենք տեղեկացվում, որոշ բաներ, ասենք օգոստոսին բան է ծրագրվել, մենք հաջորդ տարվա հունիսին ենք իմանում։ Հիմա էլ հնարավոր է ինչ որ բաներ են դավադրությունների մասին է խոսքը, դավադրություններ կան, ու մենք չգիտենք, բայց այն ինչ որ հրապարակում է, դրանով կողմնորոշվենք։ Ես կարծում եմ, որ քանի որ Հայաստանի Հանրապետությունը ցավոք սրտի թափանցիկ է օտարերկրացիների, օտարերկրա շահերի տեսակետից, այսինքն այստեղ շատ շահագրգիռ ուժեր կան Հայաստանի Հանրապետությունը ծառայեցնելու այլ երկրների շահերին։ Կոնկրետ կարելի ասել Եվրոմիության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրազիական միության։ Մենք կարծես թե փաստաթղթավորել ենք մեր համաձայնությունը տվել ենք նրանց այստեղ մեր գործերին միջամտելու իրավունք ենք տվել։ Դա աբսուրդ է։ Մենք գիտենք, որ օրինակ Եվրոմիությունը իր զինված ուժերով ՆԱՏՕ-ի միջոցով հենց հիմա Ուկրաինայի տարածքում կռվում է Ռուսաստանի հետ։ Այսինքն մենք Եվրոմիությանը իրավունքներ տվել ենք միջամտելու մեր ներքին գործերին, ճիշտ այդ ձևով ավել կամ պակաս իրավունք ենք տվել նաև Եվրազիական միությանը միջամտելու մեր ներքին գործերու, այստեղ ազատորեն գործելու, այսպես ասենք, ազատորեն գործելու։ Ես դրա համար եմ ասում, որ մեր պետությունը պետք է կոշտ լինի օտարերկրա միջամտությունների դեմ։ Այսինքն, եթե մենք ընդունում ենք, որ նրանք դե հայտարարվում է 5-րդ շարասյուն ագենտներ եւ այլ, եթե հայտարարում ես, որ կան, ուրեմն շատ կոշտ պետք է լինեն ով է օտարերկրա ագենտը, օրինակ Եվրազիական միության, Մաքսային միության, SNG-ի, ODKB-ի շահերը ներկայացնող ուժերը Հայաստանում դիվերսանտ են, այսինքն մեր իշխանական համակարգը դիվերսանտ է, որտեղ ինքը պայմանագրային հարաբերություններ ունի, դաշնակցային հարաբերություններ ունի, օրինակ Բելոռուսի, Ղազախստանի, Ղրղստանի, Տաջիկստանի հետ զինվորական դաշինքի մեջ ենք մենք նրանց հետ, ուրեմն մենք նրանց հրավիրում ենք մեր երկիր, թույլ ենք տալիս, չէ՞, իսկ մյուս կողմը, նրանք ովքեր որ դրանց հետ զինվորական դաշինքի մեջ են կամ հակամարտության մեջ են, օրինակ ՆԱՏՕ, նրանց էլ են մենք հրավիրում, մեր երկիրը դարձնում ենք հարթակ, որտեղ նրանք բախվում են։ Ես կարծում եմ, որ այս վերջի բախումը հենց դրա մասին է, բայց մի հետաքրքիր բան կա իմ կարծիքով, գուցե ես չափազանցության մեջ եմ, ես կարծում եմ, որ նրանք չեն խցկվում մեր երկիր, մենք ենք նրանց հրավիրում, մենք ենք բերում մեր երկրում կռվածնում կամ մեր երկիրը կռվածնում։ Օրինակ ակնհայտորեն մի քանի օր առաջ մահմեդական համերաշխությունում հայկական հարցը քննարկվել է հայոց։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության չէ, հայկական Արցախ կա եւ մի քանի կետից բաղկացած որոշում է կայացվել մահմեդական համերաշխությունը Հայաստանի Հանրապետության դեմ։ Եվ Արցախի դեմ, եւ Հայաստանի Հանրապետության դեմ։ Մեզ պատժում են, ու այդտեղ էր մեր դաշնակիցները շատ, օրինակ Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղստանը այդտեղ էին, նրանք ներկա են եղել, այդտեղ եղել է Ռուսաստանը որպես դիտորդ, Ռուսաստանն էլ մահմեդական պետություն է, 30 միլիոն մահմեդական կա, եւ նրանք
որևէ վերապահում չեն արել, այսինքն մեզ այնտեղ պատժել են մերոնք, ճիշտ եմ ասում, մերոնք, մեր դաշնակիցները ռազմական, տնտեսական թույլ են տվել, որ մեր դեմ բանաձև ընդունվի, թշնամական բանաձև։ Հիմա մենք դրանց հրավիրում ենք մեր երկիր, չէ, ինչ որ միջոցառումների ենք, մենք ենք կազմակերպում, մենք ենք գնում նրանց միջոցառումներ, ուրեմն պետք է մենք շիտակ լինենք, ասենք նրանք, ովքեր որ մեզ չեն պաշտպանել մամելական համերաշխության այդ խորհրդի բանաձևի դեմ ելույթ չեն ունեցել, ուրեմն նրանք մեր դաշնակիցը չեն։ Ճիշտ նույն ձևով, եթե Եվրոպայում, ՆԱՏՕ-ում այդպիսի բան է որոշվում, ու մենք, ու մեր դաշնակիցները, օրինակ պայմանական եմ ասում, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները, որոնց հետ մենք հատուկ հարաբերություններ ունենք, փաստաթղթավորված, ինչ որ ստրատեգիական, ռազմավարական հարաբերություններ, եթե նրանք մեզ չեն պաշտպանում, ուրեմն մենք պետք է կողմնորոշվենք, այսինքն ես կարծում եմ, որ մերոնք հրավիրում են, ես այդ իմաստով շատ դժգոհ եմ, կարծում եմ, որ մերոնք պետք է հստակեցնեն մեր երկրի կարգավիճակը, մենք թույլ տալիս ենք, որ այստեղ գործեն, օրինակ մահմեդական համերաշխության մասնակից պետությունները լինեն, տիրապետեն մեր ռազմական գաղտնիքներին, մեր տնտեսական գաղտնիքներին, իմանան դրանք, թե մենք նրանց դուրս թողնենք դրանից։ Ճիշտ նույնը կարող եմ ասել եւ օրինակ ՆԱՏՕ-ին, նրանց դաշնակից Թուրքիան մեր թշնամու բարեկամն է, եթե չասեմ ինքն էլ է թշնամի։ Հիմա ոնց է ստացվում։ Մենք ինչ որ բան հայտնում ենք Ամերիկային, չէ, Գերմանիային, ինչ-որ զենքեր են գնում, տեխնոլոգիաներ, մեր զինվորականներին ուղարկում ենք այնտեղ կրթվելու, չէ, ու այնտեղ է նաև Թուրքիան որպես դաշնակից։ Հիմա մերոնք կանչել են, ես կարծում եմ, որ մենք հիմա հրահրում ենք Ռուսաստանին, օրինակ հրավիրում ենք, ասում ենք, արի մեր համար Թուրքիայի հետ կռվի։ Մենք Թուրքիայի հետ խնդրեմ ունենք։ Ռուսաստանն էլ շատ հիմա նեղված է, չի ուզում ընդհանրապես ուկրաինական ռազմաճակատից բացի այլ ճակատ ունենալ մարտական։ Հիմա մերոնք այս ձեր ասած ուժերը, որոնք հայտնի են որպես Հայաստանը Ռուսաստանին Ռուսաստան խցկող, որովհետև ռուսները ինչքան որ հնարավոր էր Հայաստանում կան, ինչքան որ իրենք կարող են լինել Հայաստանում, այդքան կան։ Դա մերոնց այդ շարժումները, որ սրբազան չի կարելի ընդհանրապես, դա սրբազանը դա ուրիշ բան է, երկնքում է դա, կամ էլ մի ավելի խորը միտեղ, ուրեմն սրբազան շարժումը փաստորեն հրավիրում է Ռուսաստանին, ասում է արի մեր համար կռվի, քո շահերին դեմ ռուսները վիրավորվում են, ռուսները գիտեն դա, որ իրենց շահերից չի բխում մահմեդական աշխարհին գնալ հակառակ, բախվել Թուրքիայի հետ, բախվել Ադրբեջանի հետ, կամ Թաթարստանի հետ, Բաշկորտստանի հետ, Ռուսաստանը չի ուզում թշնամանալ նրանց հետ։ Մեր շահերը պահանջում են դա, որ մեզ պաշտպանի, մեր դաշնակիցը պետք է մեզ պաշտպանի, մեր սահմանները անվտանգ դարձնի։ Մենք ուզում ենք, որ նա գա այստեղ եւ մեզ պաշտպանի։ Իսկ ինքը չի ուզում։ Հիմա այդ շարժումը ես կարծում եմ այդպիսի լուրջ խնդրեմ ունի, որ ռուսները բավական լուրջ խոսնակի մակարդակով նախագահի սաստեցին սրբազան շարժման, ասեցին մեզ հանգիստ թողեք Պեսկովի բերանով, ասեցին մեզ հանգիստ թողեք Հայաստանի ներքին գործերին մենք չենք միջամտի, այսինքն մենք ձեզ չենք պաշտպանի, Հայաստանի Հանրապետությունում մենք ունենք գործընկեր, դա Նիկոլ Վավայևիչն է։ Պարոն Աշակյան, իսկ պատահականություն էր, որ Հայաստանում խուզարկություններ ու ձերբակալություններ սկսվեցին, հատկապես խստացան Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած այցի օրն ու դրան հաջորդող օրերին։ Ընդհանրապես պետք է համալիր, բոլորը իրար հետ կապված են։ Անպայման ինքը Թուրքիայում ինչ-որ բան պայմանավորվել է։ Անպայման։ Դա ակցիա էր։ Անպայման դրանից առաջ Նիկոլ Փաշինյանը գնացել էր Մոսկվա։ Այնտեղ էլ է ինչ-որ բան պայմանավորվել Գոսդումայի վերին պալատի Մատվիենկոն տիկինը եկել էր այստեղ, դա էլ ինչ-որ բան պայման, այսինքն այդ բոլորի մեջ պետք է նայ, միայն Թուրքիան առանձնացնելը ճիշտ չի, ուրեմն դաբրոներ է ստացել ազատ գործողությունների համար։ Ես ձեզ այդպես եմ հասկացել։
Թուրքիայում իրեն դաբրո տվել են, թե չէ, ես ասում այո։ Եթե դաբրո տված չլինեին, այսինքն այսպիսի ազատության չափ ունի ինքը, ստացել է դա Մոսկվայում, Վաշինգտոնում, Բրյուսելում եւ վերջերս Անկարայում։ Ես կարծում եմ, որ ճիշտ է նրանց հետ համաձայնեցնել։ Ես կարծում եմ, նրանց հետ չի կարելի հակադրվել, կռվել, նրանց հետ վտանգավոր է։ Թուրքիայի հետ կռվելը վտանգավոր է մեր համար։ Բրյուսելի հետ, այսինքն ՆԱՏՕ-ի հետ հակամարտության մեջ մտնելը վտանգավոր է, նույնիսկ Թեհրանի հետ չի կարելի հակամարտության մեջ մտնել, հարկավոր է ձևը գտնել նրանց հետ գործընկերային հարաբերություններով Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովել։ Ուրեմն Թուրքիայի հետ ես կարծում եմ, որ ինչ որ Նիկոլ Փաշինյանի ծրագրերին չխանգարող բան կա, հենց այնպես չէր գնա ուղղակի։ Ինքը հայտարարում է հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության, հանուն խաղաղության եմ գնում։ Պատճառը դա է։ Դա հիմա բացանենք, ինչ նշանակում խաղաղություն։ Դա նշանակում է, որ Թուրքիան չի սպառնալու ինչ որ շրջանակում չի սպառնալու մեզ։ Ես կարծում եմ ինքը ստացել է այդ երաշխիքը Բրյուսելում, Մոսկվայում, Վաշինգտոնում եւ հիմա Անկարայում։ Ինձ թվում է նաեւ Թեհրանում։ Շատ լավ, իսկ ինչի դիմաց է ստացել այդ երաշխիքը։ Հենց այնպես մեզ երաշխիքներ չէին տա բնականաբար։ Այո, Թուրքիայի դեպքում ստացել է, որ մենք հեռանում ենք Ռուսաստանից, քո թշնամուց, մենք հեռանում ենք։ Մենք հիմա բավական սառը հարաբերություններ ունենք ՕԴԿԲ-ի հետ։ Մենք հենց բոլորովին վերջերս այդ Թուրքիային ինքը կարող էր ասել, դա պետք չէր, օգնականները ասել են, որ հենց վերջերս մենք շարք կանգնեցինք, հերթ կանգնեցինք Թուրքիայի հետ Եվրոմիությանը մերձենալու հարցում։ Այնտեղ նա մի 50 տարի է կանգնած այդ հերթում։ Մենք ձեռքով արեցինք, ասեցինք մենք էլ ենք այդ ուղին, այդ կուրսը վերցրել պատկերացրեցիք, չէ՞։ Այսինքն դա ասել է Նիկոլ Փաշինյանը, որ մենք հիմա ձեզ չենք սպառնում, ձեզանից Արաքսից այն կողմ մենք ոչինչ չունենք, դա կարևոր է, ասես որ մենք Արաքսից այն կողմ ոչինչ չունենք, դա Թուրքիա է։ Նույնիսկ Արարատ Միրզոյանի անունը փոխել են, Ալագյոզ են ասում արդեն, Ալագյոզ Միրզոյան, Ալագած չէ, Ալագյոզ կամ դե չգիտեմ, Դավալու Միրզոյան։ Ինքը դա տվել է, հենց դա տալիս է Թուրքիային, իսկ Ռուսաստանին Մոսկվա գնալուց ինքն ասում է, որ ինչքան կարող եք, այդքան եղեք մեր հետ, ինչքան կարող եք, մենք չենք նեղանում, որ դուք Արցախը հանձնեցիք, վստահել էինք ձեզ, մենք ի պահ էինք տվել Արցախը եռակողմ ստորագրությունով, դուք դա հանձնեցիք, մենք դրան համար չենք նեղանում ձեզանից, Արցախը Ադրբեջան է, Նագորնի Ղարաբաղը Ադրբեջան է, նույնիսկ Ղարաբաղը արդեն Ադրբեջան է, ինքը Մոսկվային դա ասում է, եւ ասում է ձեզանից ոչինչ չունենք սպասելու։ Եվրոպայում ուղղակի եթերում ասեց, որ եթե դուք մեզ ընդունեք, հենց հիմա մենք պատրաստ ենք։ Դե հարցրեցին, երբ կարող եք դուք դառնալ, երբ եք ուզում դառնալ Եվրոմիության անդամ, ասեց հենց հիմա, եթե դուք ընդունում եք։ Ուրեմն տեսեք, որ Նիկոլ Փաշինյանը առանց թաքցնելու, ես կարծում եմ չի թաքցնում։ Թուրքիային ասում է, որ ձեզ չենք սպառնում, մենք պահանջատեր չենք, հայ դատը մենք չենք պաշտպանում։ Ռուսաստանին ասում է, մենք ձեզանից չենք նեղանում, որ մեր համար չեք կռվում Ադրբեջանի, Թուրքիայի կամ Իրանի դեմ, մենք չենք նեղանում, գիտենք, որ հնարավորություն չունեք։ Հելո մնաց։ Ադրբեջանն էլ ասում են, դե նա դիտորդներ ենք ուղարկել, որ մեր վրա չկրակեք։ Դիտորդներ վերել ենք դրա համար, որ մեր վրա չկրակեք, որովհետև ձեզ չենք վստահում։ Դիտորդներ ենք վերել։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը այստեղ թափանցիկ է։
Եվ վերջում, պարոն Աշակյան, ի վերջո հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը, ինչ է սպասվում Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին։ Վտանգների միջով անցնում ենք մենք։ Հայ ժողովրդին սպասում է հաղթանակ եւ բարգավաճում, ես այդպես եմ կարծում։ Մենք հաղթելու ենք։ Մենք դուրս ենք գալու իմ կարծիքով այսօր ճգնաժամային վիճակից։ Տագնապից, տագնապ միշտ պետք է լարումը միշտ պետք է լինել, պետք չի թմրել, թմբիրը մեզ կսպանի, բայց այս չափ վտանգ ես կարծում եմ, որ շուտով կհաղթահարենք միանալով եվրոպական ծրագրերին։ Ես կարծում եմ, ես դրա կողմնակիցն եմ, մենք պետք է մեր հարաբերությունները Եվրոմիության հետ եւ ՆԱՏՕ-ի հետ խորացնենք։ Դա կբերի մեզ անվտանգություն եւ տնտեսական ու քաղաքական զարգացում։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Այսօր Fast-Info-ի հյուրը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, հասարակական քաղաքական գործիչ Ազատ Աշակյանն էր։ Fast-Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։